Մեծերին նվիրված հուշարձանների նկատմամբ խնամք իրականացվում է ըստ հնարավորության ու անհրաժեշտության, նշում է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը։ Ինչպես հավաստում է պաշտոնյան, ջրցան մեքենաներով դրանք լվացվում են կանաչ տարածքների ոռոգման ընթացքում։ Որտեղ որ նորից եմ ասում, կան ցաղկանոցներ, այնտեղ ավելի շատ ավելի հաջողակի, կարող է ամեն օր նույնիսկ 2 օր մի անգամ, 3 օր մի անգամ Հիմնականում իսկ մյուսը, որոնք որ չեն գտնում ցաղկանոցները, ու շաբաթը մեկ անգամ, պատահում է 2 շաբաթ մեկ անգամ, ըստ անհրաժեշտության։ Սկսել են հետևելը, արձաններին եք խնամեն, կողքին եք մաքրեն, խնամքը կա։ Գեղդոտ է, հեչ խնամված չէ, խնամքի կարիք ունի ու խնամող չկա։ Կոնկրետ արձանների լվանալը չեմ տեսել, բայց որ կողքերը խնամքով, ծաղիկներ են տնկում, նստարանները դրված մարդիկ նստում են, դա կա։ Քաղաքացիները նշում են նախորդ տարիների համեմատ մշակութային արժեքների նկատմամբ որոշակի խնամք տարվում է։ Քաղաքի տարբեր թաղամասերում ինչ-որ չափով բարեկարգվել է հուշարձանների շրջակայքը։ Ված չէ։ Ավելի լավ կարող եղնել, բայց ով դեն է։ Դժգոհ չեմ մաքրությունից հետևելուց, հատկապես մեր մոտ տեքստիլ թաղամասում շատ լավ են հետևում, շատ։ Արձաններին էլ, մաքրությանն էլ, աղբամաններին էլ։ Ինչքան հնարավոր է կենեն մի ամեն օր գիլվան։ Լենին արձան ամեն օր կլվային։ Հետո մի հերոսների արձանեն է լվան։ Մենք շատ բարեխիղճ քաղաքացիներ ունենք, որոնք որ մեկ զանգարում են, մեզ տեղեկացնում են, որ այսպիսի բան կա։ Մենք ականջալուր ենք մեր քաղաքացիների զանգերին, անմիջապես կազմակերպում ենք։ Հնարավոր է այսօր մաքրել ենք, վաղը ինչ պատճառով կերդոդված լինի, հնարավոր է։ Երկրորդ օրն ենք մաքրում, չենք զարանում։ Հուշարձանները բավական լավ վիճակում են, հավաստում է բնակկոմունալ բաժնի պետը, երբեմն անհրաժեշտություն է առաջանում պատվանդանների վերանորոգման։ Անցած 3 տարիների ընթացքում մի քանի հուշարձանների պատվանդաններ ամրացվել են։ Աշոտ Որմացի արձանը մի փոքր սալերը պոկվում են, արել ենք մի քանի անգամ սալերն ենք տեղադրել, ուրեմն արվել է երկրաշարժ զոհերի, ուրեմն եթե հիշում եք հուշարձանի կողքի ամբողջ եզրաքարերներ խախտվել, սալիներներ փոկվել, չարծվածներ կան, դրանք ենք վերանորոգել անցած տարի, նախանցած տարի վերանորոգել ենք դուդուկարների արձանի կողքերը, եթե հիշում եք, Սալահադակ ամբողջովին փոխեցինք։ Մայր Հայաստանի հուշահամալիրը լուրջ նորոգման կարիք ունի, աստիճանավանդակները քանդված են, եզրաքարերը անցած տարի նորոգվել ուղղվել են, ընթացիկ բարեկարգման աշխատանքներ տարվում են, սակայն կապիտալ նորոգման հնարավորություն առայժմ չկա, սահմանափակ ֆինանսական միջոցների հետևանքով։ Յուլիա Գրիգորյան, Արման Գասպարյան, Օրագիծ։